Պուտին մարդասպան, Լավրով մարդասպան, Ռուսաստան դավաճան, Ֆաշիստներ, բազա հեռացիր, բազա տուն վերադարձիր, մարդասպաններ, հեռացեք դավաճաններ, վաշխառուներ, դուք խաղաղապաներ չեք, դուք վաճառականներ եք, Ընդդիմությունն ինչի համար է։ Ընդդիմությունը նրա համար է, որ իշխանության դիմացը նստի ու ասի այստեղ դու սխալ ես թույլ տալիս, ճիշտը սա է։ Այ դու այս գործն ուզում ես անես, այս բանը հաշվի չես առել, այս սա պետքա եւս հաշվի առնես։ Այստեղ դու կաշկանդված ես դրսում։ Ես կաշկանդված չեմ, ինչ պետքա, ոնց պետքա կասեմ եւ կանեմ, որտեվ դա մեր պետությանն է։ Ընդդիմությունը, որովհետև չի կարող լինի պետության գոյությունը մերժող։ Մենք գալիս ենք ընդդիմափոխության համար։ Մենք գալիս ենք, որ ընդդիմությունն էլ լինի հայ ժողովրդինը։ Մենք ձգտում ենք անվտանգության, բայց մեր անվտանգությունն ու մեր խաղաղությունը տենում ենք թիրախավորված։ Մենք ձգտում ենք դառնալ հեղինակություն ունեցող երկիր, ունենանք հեղինակություն ունեցող գործընկերներ, բարեկամներ, դաշնակիցներ, ասում են չէ պիտի չունենաք։ Մենակ պետքա դաշնակից լինեք ռուս բանդիտների հետ։ Այդ սպառնալիքն ունի անուն ազգանուն։ Այդ անուն ազգանունը Վլադիմիր Պուտինը, որը չի ուզում այս երկրի վրա մի հատ արև կպնի։ Հայ ժողովուրդը իր պարտքը պետք է տա Պուտինին։ Պուտինը առավոտյան հունիսի 8-ին ամսի 7-ի ընտրությունից հետո պետքա զարթնի ու հասկանա, որ ինքը ճամփ են դեպի ստեղ մոռացել է, ինքն էլ իր այն փոքր Պուտիններն էլ։ Էլ ինչ պիտի լինի հայ ժողովրդի հետ, ժողովուրդ։ 2020 թվականին տեղի ունեցածից հետո, 2022 թվականին տեղի ունեցածից հետո, 2023 թվականին տեղի ունեցածից հետո, որ մենք Պուտինի նման երաշխավոր չփնտրենք։ Էլ ինչ պիտի լինի, որ մենք հիմա հասկանանք, որ Պուտինը, որը հեղինակել էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, դա Էրդողանի հետ համաձայնեցված պայմանագիր էր հայկական պետականությունը կազմաքանդելու, կազմալուծելու վերաբերյալ։ Մեր հակառակորդին 10 միլիարդի 85% սպառազինության, որ օգտագործվել է 44 օրյա պատերազմին, 20 թվականին, եղել է ռուսական։ Սրա պատասխանը պահանջող եղել է Հայաստանից։ Ոչ։ Մենք այս հարցն ենք բարձրացնում։ Մեր երաշխավորը մեր ներքին խոհեմությունն է, հասունությունն է, որ այլևս սենց չի կարելի շարունակել ապրել։ Այս խոպանչիների օրինակով 300,000 աշխատատեղ կստեղծենք եւ այլն։ Իրանց ստեղծած աշխատանքը ժողովրդին պանդուխտ դարձնելն է, Ռուսաստաններում ասֆալտ փռելն է։ Մենք այդքան ռեսուրս չունենք։ Մենք գիտենք օրինակ ոնց պետքա բարձր աշխատավարձի հասնել։ Մենք բարձր արժեք ստեղծող աշխատանքների կարիք ունենք։ Դե թոշակ ինչ թոշակ են տալի։ Թոշակառուն, ինչ որ կողմնակի օգուտ չունենա, աղքատության վերին աստիճանին է։ Հարգարժան քաղաքացիները բարձրացնում են հիմնարար հարց։ Թոշակը ողորմություն չէ, դա պետության պարտքն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր տարիներ շարունակ աշխատել ու երկիր են պահել։ Երբ այսօր մարդը ստանում է 40-50 հազար դրամ կենսաթոշակ, դա արդեն արժանապատվության խնդիր է։ Նա կանգնած է ընտրության առաջ՝ ուտել, թե կոմունալ վճարել։ Այո, 10,000 դրամով թոշակի բարձրացումը կարևոր քայլ է, բայց եթե չկա գնաճին համարժեք ինդեքսացիա, այդ գումարը պարզապես կորչում է թանկացումների մեջ։ Խնդիրը նաև տնտեսական մոդելն է, քանի դեռ Հայաստանը սահմանափակված է ԵԱՏՄ-ի նման փակ ու ցածր աճ ապահովող շուկաներով, մենք չենք կարող ունենալ բարձր թոշակներ։ Այսօր պետք է անել 3 կոնկրետ քայլ։ Նախ օրենքով սահմանել թոշակների ինդեքսացիա գնաճին համարժեք։ Երկրորդ անհապաղ բարձրացնել նվազագույն թոշակը առնվազն 30-40 հազար դրամով եւ երրորդ կրճատել չարդարացված պարգևաճարներն ու պետական ավելորդ ծախսերը։ Իսկ երկարաժամկետ լուծումը մեկն է։ Հայաստանը պետք է դուրս գա փակ տնտեսական շրջանից եւ շարժվի դեպի եվրոպական մեծ գնողունակ շուկա։
Թոշակառուի արժանապատիվ կյանքը պետք է դառնա պետության պարտադիր չափանիշը, ոչ թե սոսկ ընթացիկ նախընտրական խոստումը։ Պետությունը պարտավոր է եւ մենք դա կարող ենք։ Եկեք պահանջենք եւ իրականություն դարձնենք միասին։ Ոչ բարի օրնակ ձեր վրա լինի։ Մեր ժողովրդի վրա։ Այս գողավազակ ընդդիմությունից պատի պրծան։ Նախ դրանց չացած անցյալը, անձնապես դրանց շատերին ճանաչում են։ Հենց իրանց այդ Քոչարյանը, Օբանով, Բռնած անձնապես բոլորին ճանաչում են։ Ուրեմն համիշխանության համար պիտի ժողովուրդը պատասխանատվություն եւ ընդդիմության համար։ Այո։ Եվ արժանի ընդդիմության համար։ Ասեք, պարոն Լավ լինեք։ ասեք, ինչ Ժորժ ջան, դե ընտրություններ է, ուզում ենք որ անպայման մասնակցեք։ 101% Ձեր անունը? Արդարության համար, միշտ պայքար է։ Տասնյակ տարիներ առաջ մարդիկ տարիներով ազնիվ աշխատել են, կոպեկ առ կոպեկ խնայել ու իրենց կյանքի վաստակը վստահել են խորհրդային խնայ բանկերին։ Անարդար կարգի համաձայն այսօր շատերը կյանքի ընթացքում չեն հասցնում ստանալ իրենց գումարը, իսկ մահից հետո նրանց ժառանգներն էլ մնում են առանց այդ իրավունքի։ Մենք պարտավորվում ենք շահառուների տարիքային շեմը իջեցնել 10 տարով, որպեսզի մարդիկ կենդանության օրոք հասցնեն ստանալ իրենց գումարը, իսկ եթե չեն հասցրել, այդ գումարը պարտադիր պետք է փոխանցվի նրանց ժառանգներին, ամուսնուն, տիկնոջը կամ զավակներին։ Քվեարկիր համար 18-ին, մենք պարտավորվում ենք վերադարձնել ձեր ավանդը։